Հողը արյունով են պահում դիմացեք։ Ես տեսնում եմ հզոր Հայաստան, ես տեսնում եմ կայացած ինքնաբավ Հայաստան, ինչ է տեղի ունենում մեր մասով եւ ընդհանրապես ինչ ունենք։ Խաղաղության դարաշրջանը դա միֆ է։ Մենք ականատես եղանք 21-րդ դարի հաջորդ ցեղասպանության է։ Գերեզմանում էլ է խաղաղություն։ Այո, շատ լավ օրինակ։ Այ քեզ բան։ Դուք ձեզ պայեք այտենց խաղաղությունից, պետք չի այտենց խաղաղություն։ Անունն էլ դրված է փող զիջում, ներողություն։ Որն է Ադրբեջանի փող զիջումը։ Այդ մարդը էլ մեղավոր չէ, այդ մարդը ասում է Ժորժ ջան, դուք եք ուզում, ես մնում եմ։ Քանի կա Սերժ Սարգսյան, քանի կա ՀՀԿ, ես հավերժ եմ լինում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Live Armenia YouTube-յան ալիքն է։ Մեզ այսօր հյուրընկալվել է միջազգայնագետ քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը, ում եւ սիրով ողջունում ենք։ Բարև ձեզ, բարով եք եկել։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Հարգելի Դավիթ, փորձենք հասկանալ ինչ է կատարվում աշխարհում, ինչ է կատարվում տարածաշրջանում եւ ինչպես է այդ կատարվողը տեղի ունենում Հայաստանի վրա։ Վերջին թերևս մեզ հուզող իրադարձությունները կամ հայտարարություններն այն են, որ ըստ էության համաձայնեցվել են այսպես կոչված խաղաղության շուրջ բանակցությունների բոլոր 17 կետերը։ Մեր հայկական կողմը, չգիտեմ, ինչի մասին է խոսում կամ ինչու չի հրապարակում մեզ բոլորիս խաղաղություն բերող փաստաթուղթը, բայց ադրբեջանական կողմը նշում է, որ համաձայնեցվել են ստորակետ, բայց ելի պահանջներ։ Առաջին հարցը, արդյոք մենք իսկապես խոսում ենք խաղաղության մասին եւ արդյոք փաստաթղթային, այսպես ասած, խաղաղությունը կարելի է համադրել հողի վրա տեղվող խաղաղության հետ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար եւ շատ կարեւոր հարցադրման համար։ Հարցը ուներ երկու մաս։ Առաջինը շատ լակոնիկ պատասխան է, որ աշխարհաբաժանում ենք տեսնում եւ բավականին ցավոտ, արյունալի վերաբաժանվում է աշխարհը մեր աչքի առաջ։ Մենք տեսնում ենք Սիրիայում ինչ դեպքեր է տեղի ունենում, Եմենում, ընդհանրապես ուկրաինական ճակատում էլ չասեմ։ Եվ աշխարհաքաղաքական կենտրոնները կարծես գալիս են որոշակի համաձայնությունների, մասնավորապես նաև Վաշինգտոնը եւ Մոսկվան, որտեղ կա շահերի համընկնում, իհարկե մենք չգիտենք դա երկարաժամկետ կլինի թե կարճաժամկետ, համենայն դեպս որոշակի հարցերի շուրջ կա կոնսենսուս, որի ականատես ենք։ Եվ աներկբա փաստ է, որ այո, այն ինչի ականատես ենք մենք, դա ոչ թե պերիոդիկ բնույթ կրող է, այլ միանգամից դա տեղի ունեցավ, առավել եւս, երբ որ Միացյալ Նահանգների նախագահ կարգվեց Դոնալդ Թրամփը, որովհետեւ կարծես աշխարհը սկսեց այլ կերպ, այլ ընկալումներով, այլ մոտեցումներով, եւ այստեղ հիմա մենք տեսնում ենք, որ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ փորձում են իրենց ուրույն տեղը ունենան, բայց այդուհանդերձ կարծես տպավորություն է, որ այո խոսում են բազմաբևեր, բայց կարծես երկբևեր համակարգ է ձևավորվում։ Շատ մարդիկ փորձում են համադրություններ անել, բայց ես տեսնում եմ, որ դեռևս այս պահին Պեկինը սպասողական երրորդ կարգավիճակ ստանձնած կարգավիճակում է, հիմնական բանակցող կողմը դա Վաշինգտոնը եւ Մոսկվան են։ Ինչ վերաբերում է ձեր կոնկրետ հարցին, ինչ է տեղի ունենում մեր մասով եւ ընդհանրապես ինչ ունենք։ Ну խաղաղության պայմանագրի կոչվածի մասին։ Տեսեք, ես իմ հրապարակային ավելի դարաշրջան, բան, դե դարաշրջանը մարազմատիկ թեզերը թողեք իրանց, էլի։ Լակոնիկ ավելի։ Խաղաղության դարաշրջանը դա միֆ է։ Խաղաղության փաստաթուղթը, որպես այդպեսին, եթե փաստաթուղթ է, վերջնական մենք տեսնենք դա լակմուսի թուղթ է, որտեղ իրական խաղաղությունը թղթով չի սահմանվում։ Առավել եւս, երբ որ երկու ժողովուրդների կամ արդյունության արդյունք չի դա, որքան էլ որ փորձում են մեզ ներկայացնել դա։ Ну, ես չի որ դες պիտի ասեմ, թե պատմությունը որքան այդպիսի արձանագրումներ ունի, բայց որ երկիրն է լավ երաշխավոր կանգնում այդ փաստաթուղթը։ Ոչ մեկը։ Ոչ մի երկիր չի ստանձնել, խախտեց Հեյդարովիչը, ով է աչքի վերև ասելուն։ Ոչ մի երկիր, ոնց որ մինչև այս պահը Ուկրաինայի համար ոչ մի երաշխավոր չկա, չստանձնեց այդ պարտավորությունը։ Մի պահ խոսում էին Թուրքիան, հիշում եք։ Թուրքիան էլ սահմանափակումով, ասես լավագույն դեպքում կարող է ինչ-որ զինվորականություն տեղակայենք այնտեղ եւ վերջ, այդ էլ դեռևս հարցականի մեջ է։ Ոչ մեկը չի ստանձնելու նման պատասխանատվություն, ես ձեզ վստահեցնում եմ։ Պետք է քաղաքական vodabobik լինես, որ դու հույս փայփայես, որ ինչ որ աշխարհաքաղաքական կենտրոն, առավել եւս Եվրոպա աշխարհամասը ստանձնի նման պարտավորություն, որը ընդհանրապես ինքը լուրջ խնդիրներ ունի հիմա։ Իհարկե։
Հիմա այս պարագայում հենց այսօր ես կարդում եմ լուրերը, իհարկե հավաստի լուրերը, եվրոպական համընդհանուր բանակի ստեղծման իդեաներ են գալիս, փորձում են այդ թեորետիկը վերածեն արդեն գործնական։ Իսկ մարդիկ սեփական անվտանգությունն են փորձում։ Այո, հիմա տեսեք, մենք հո լավ գիտենք ձեզ այդ միասին Ալիևյան ծավալապաշտական նկարտումները։ Առավել մարդը անկեղծ որպես թշնամի մեզ տարին 12 ամիս ամենօրյա ռեժիմով հատիկ առ հատիկ, ինչպես վարչապետն է սիրում ասել, իհարկե ինքը ավելի գործնական, ավելի լուրջ բաներով հատիկ առ հատիկ։ Իր հատիկ առ հատիկը օրինակ մարզայինից ինչ որ տարածքներ փոկելն է, ինչ որ միակողմանի զիջումների ասել, ոչ թե այս հատիկ առ հատիկ ինչ որ մեկի Range Rover-ը էնել իր համաձայնությամբ տիրոջով վերադարձներ։ Անցնենք ավելի լուրջ դաշտ։ Մենք հո գիտենք Ալիևի ծավալապաշտական նկարտումները, այ դուք ասում եք 15 թե 17 կետերը։ Նախ 17 կետերը մինչև հիմա, այո, դուք շատ ճիշտ բան եք ասում, հանրությանը չի ներկայացվել։ Այսինքն դա ներողություն պետությունն է կնքում, թե պետությունը իդեմս հանրության, հայ ժողովրդի։ Այսինքն ես եւ դուք մասնագետ ենք։ Հիմա դուք որպես պրոֆեսիոնալ լրագրող, ես որպես ոլորտի մասնագետ։ Ինչքանով ենք մենք տեղյակ, կնքվելիք 17 կետանոց, այն էլ արդեն համաձայնության ենթարկված, անունն էլ դրված է փողզիջում, ներողություն, որն է Ադրբեջանի փողզիջումը։ Որ կետում մենք տեսել ենք, դուք լսել եք որևիցե կետ, որտեղ որ Ադրբեջանը ասի, ես այս մասով զիջում եմ։ Չէ։ Այսինքն գալիս ենք նրան, որ դա միակողմանի զիջում է։ Հիմա թող մեկը գտնվի, գա ասի, չէ, եղբայր, դուք սխալ եք ասում, երկկողմանի զիջում է։ Չէ, շատ լավ եք անում, լավ, մեր հեղափոխական ռահվիրաններ, բայց ինձ քաղաքացուս ապահովում եք խաղաղություն, ճիշտ է։ Բա մի հատ տեղյակ պայեք, այդ ինչ խաղաղություն։ Արցախում էլ է հիմա խաղաղություն։ Գերեզմանում էլ է խաղաղություն։ Այո, շատ լավ օրինակ է։ Այ քեզ բան։ Դուք ձեզ պայեք այտենց խաղաղություն, ինձ պետք չի այտենց խաղաղություն։ Բա դուք իմ համար խաղաղություն մուրակ, չոքեչոք գնաք Ալիևի ոտերը պաչեք, Ալիևի չէ, լավ, Էրդողանի։ Ու կա ռազմիցը, հա, համատեղ։ Թուրք լրագրող հրավիրեք ստեղ մեր հաշվին։ Ու մի հատ էլ ասենք ձեր ճամարտակություններով հիմար պատկերացումներով փորձեք բան արտել, եղբայր իմ խաղաղության օրակարգը ինձ խնդրում եմ իրազեկեք։ Չէ, իրականում այդ եմ ասում, սեղը սպիտակի վրա մենք չգիտենք ինչ է գրված, նախ մեկ, երկրորդը իրական խաղաղության մասին խոսք անգամ չի կարող գնալ, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ։ Հիմա անգամ մասնագետ պետք չի լինել, եթե նույնիսկ մեր ձեռքի տակ հենց հիմա լիներ այդ 17 կետերովը, դերևս դուք որպես պրոֆեսիոնալ մեկնաբան լրագրող, ես որպես ոլորտի մասնագետ, մի հատ պետք է քննարկում անցկացնենք, չէ՞, այսինքն հանրային տարբեր մարդկանց, հա, ովքեր որ կոմպետենտ են, ովքեր որ մի հատ հասկանան այդ ինչ է։ Թե ընդունում ենք, որ պետությունը, եթե որ դե իրենք ունեն, չէ՞, իրենց ալիբին, ասում են, մենք ժողովրդից ստացել ենք այդ քվեն, մենք ժողովրդի անունից իրավունք ենք մեզ վերապահում, ինչ ուզենք ստորագրենք։ Սուտ են ասում, էդ էլ են սուտ ասում։ Դա խեղաթյուրում են, ոչ միայն սուտ են ասում։ Այդ հենց ժողովրդավարական այդ բաստիոնի այդ բանն է, այդ խոսույթն է, որը մեր տունը քանդում է հենց հիմա, հա։ Դուք տվել եք մեզ մանդատ, Ժորժ ջան, դուք մի զբաղվեք քաղաքականությամբ, այ ոնց է, չէ՞, մարդն էլ ասում է, դե ես ինչ եմ, ես չեմ զբաղվում քաղաքականությամբ։ Որևէ մեկը չէր տվել մանդատ պարոն գործող վարչապետին Պրահայում ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Ընդ որում որպես միակ լիդեր հայազգի, որի մասին Բորելը անգամ փաստեց։ Դա մենք չենք ասում, դա աշխարհն է ասում։ Այսինքն եւ սուտ եւ ճիշտ եք ասում, սենց կեղծ մանիպուլյացիա ու խեղաթյուրում։ Չէ, դե եթե երկիրը դրված է ընդհանրապես դեմագոգիայի ռելսերի վրա, պաթոսի ռելսերի վրա, ու այդ մարդիկ այդ ամեն ինչը անողները արկածախնդիր, ինչ որ բախտախնդիր, դիլետանտ ու աբիգար ինչ որ զանգված է, ես հազիվ եմ իհարկե իմ էմոցիաները զսպում հիմա։ Ուրեմն չզարմանանք, որ պատկերն էլ այսպեսին է, առավել եւս կուլմինացիան ինչպեսի տեսք։ Դավիթ, ասացեք խնդրեմ, որպես մասնագետ, այդ դեպքում ինչի են սրանք այսքան մուրում, տենչում այդ խաղաղություն կոչված։ Որովհետեւ գիտեք ինչ տպավորություն։ Իրենց մոտ ռուսը մի հատ խոսք ունի, չէ՞։ Մի բան անենք, սուս մնանք, как бы чего не вышло։ Իրանց մոտ հիմա իրանք հասկանում են, չէ՞, որ լավ Արցախը կարային զորհապեր էին։ Հայաստանի Հանրապետության մասով, որքան էլ 250 եւ ավելի քառակուսի կիլոմետր հիմա թշնամու վերահսկողության տակ է, համենայն դեպս նրանք հասկանում են, որ արդեն այստեղ իրենց համար կարմիր գիծ է, որտեղ իրենց համար գերխնդիրը կարմիր գծի հետ ուղիղ պարալեի անցնում է, իրենց աթոռին մնալը։
եւ եկուց մյուս օր պատժի արժանանալ, չարժանալ, որովհետեւ շատ դաժան է լինել։ Դա կապահովի իրենց աթոռին մնալ։ Ես խիստ կասկածում եմ, ես չեմ, գիտեք, մի հատ լավ բան կա այս ամենի մեջ։ Ոչ մի իշխանություն հավերժական չի։ Ուզում եմ հասկանամ, Լիբիայի համար Փաշինյանի ինչպիսի կերպար էր։ Չէ, դե լավ, այդ կերպարները հանգիստ թողեք։ Կերպար էր, չէ, վերջում տեսանք, չէ։ Հիմա ժողովուրդը կներեք ուղիղ արդարությանս համար, ես չեմ բացառում, որ Քադաֆիի սցենար, Քադաֆիի ժողովրդական լեզվով ասած օրը կգցեն։ Որովհետև ես չեմ պատկերացնում մի լիդեր աշխարհի պատմագրության մեջ չկա գետ մեկ լիդեր, որը որ պատերազմում պարտություն կրի, կապիտուլյացիայի ենթարկի, այդքան զոհ ունենա, տարածքային կորուստ ունենա։ Պատմության մեջ չկա դրվագ, որ մի լիդերը, եթե դա լիդեր էլ կարելի է կոչել այդ մարդուն այդքան բան անի, խեղել ճակատագրեր մարդկանց անտուն անօտևան թողնել այդքան հաշմանդամ։ Ու այդ մարդը երկրորդ անգամ ստանա նույն ժողովրդի քվեն, սա աբսուրդ է, սա նոնսենս է պատմել։ Դրա համար գիտեք աշխարհը ոնց են գալու, ասում է դե ժողովուրդ բազմադարյա պատմության հայազգ եք, էթնիկ եք, դուք էթնոս եք, դուք այն որ ասում է երկրորդ անգամ դուք այդ սխալը ո՞ն, դրա համար մեր հանդեպ վերաբերմունքը փոխվել է աշխարհի։ Դուք պատկերացնում եք Պուտինը գնա Կուրսկ, ու ասի, որ պետքա ստից մի հատված տանկ հանուն խաղաղության, հա։ Գնացել է ոսկեպար, ասում է ձեր տները տվեք, որ ջաջե կռիվ չսկսի։ Ընդհանրապես մի հատ մառազմ է։ Դե ձեր ասած այդ սենց անկրկնելի ճակերտավոր հարգելի Արտակ, մենք հիմա խոսում ենք մի թեմայի մասին, չի տեղավորվում, որը որ սկիզբ չգիտեմ, ես իրականում ձեր հարցը այնքան բազմաբովանդակ է, ես իրականում չգիտեմ որտեղից սկսեմ պատասխանել, կամ որը ասեմ, որը թողնեմ։ Հիմա դուք տեսեք խոսում եք մի հատ ուրիշ պատմություն է դելիմիտացիա, դեմարկացիա։ Հատեղել չկա, նորություն չկա, մանին փոխվարչապետին բան են հարցնում, սկսում է երկար ինչ-որ հիմար բառեր։ Այո, հասկանանք, մի հատ տղա ջան, դու ես ներկայացնում իմ շահերը։ Ես հիմա ուզում եմ դուրս գամ Հայաստանով իմ ընտանիքի հետ շրջեմ։ Մի հատ հասկանամ, որտեղ է վտանգավոր, որտեղ ոչ։ Կարող է բերաններդ բացեք, մի բան ասեք։ Չէ, դե եթե այս մարդիկ կարողացան Գորիս կապան ճանապարհը, այսպես մի քիչ պատկերավոր ասեմ, բանցիկով նվեր տվեցին թշնամուն, որոնք որ ասում են այդ համայնքների անունները Էյվազլի եւ դե մարդը եթե ուրիշ անվանումով է դիմում։ Հիմա էլ չէ, մարդիկ կան բասարգեչար, չգիտեմ, վեդի բասարով են խոսում։ Նույնիսկ տեղաբնիկներին մարդկանց բացատրում ես, ասում ես, բայց այդ տոպոնիմները, որ մոգոնաս, դու ինքդ ես տալիս հայ լինելով, բա դու թուրքից ինչ ես ակնկալում։ Բա թուրքը ասում է դու քո բերանով ես։ Հիմա այս մարդը ամբողջ պետական ապարատով հանդերձ ասում է Արարատին մի նայեք, Արագածին նայեք։ Այս մարդուն արդեն չգիտես էլ ինչ կերպ ընդունես, հասկանում ես, սա մեր Արտակ, սա մեր խարանն է, սա մեր տոտալ ողբերգությունն է։ Սա ազգային ողբերգություն է։ Յուրաքանչյուր գիտակից adekvat հայ չի կարող համակերպվել այս իրականության համար։ Ու ես զարմանում եմ, թե ժողովուրդը ինչքան դերևս sense ամորֆ ու ապատիկ պետք է նստի։ Գիտեք, կարծում եք ամորֆ, Դավիթ։ Քաղաքական process գեներացվում է, ինչ որ։ Այդ քաղաքական էլիտաների խնդիրն է խոսենք։ Ժողովուրդը իմաստուն է, ազգը ֆենոմենալ ազգ է։ Եվ մարդիկ են այո մտահոգ, այո, գիտեք վատը ցավի ու վշտի մեջ, արնահոսող վերքի մեջ։ Համեցեք, զրուցում ենք։ Այդտեղ գիտեք վատը որն է մեր ազգի մեջ։ Որ կհամաձայնեք ինձ հետ։ Մինչև դանակը ոսկորին չհասնի, այդ ձեր ասածը։ Այսինքն տպավորություն է ինձ մոտ, որ ինչ որ մի հատ, էլի ինչ որ մի հատ արհավիրք պետք է լինի, էլի ինչ որ կորուստ, էլի ինչ որ նահատակներ, գիտեք, ես ինքս բնավորությամբ լավատես մարդ եմ, բայց նաև ռացիոնալ մարդ, ես իրատեսորեն եմ նայում։ Մենք թարմ է, չէ, վերքերը տեսակ։ Մենք քանի օր առաջ ֆիքսեցինք, ընդ որում մեկ բառ չասվեց, մենք ագանատես եղանք 21-րդ դարի հաջորդ ցեղասպանության է։ Սիրիայում ալավիների ջարդը տեսանք։ Հիմա ալավիների ջարդի սկզբնաղբյուրը ինչից է գա, որտեվ տեսան էթնի զդում արեցին աշխարհը սուս, ինչ որ կոչեր, հորդորներ, ընդ որում կողմերին։ Այսինքն մարդը համարվեց ասատական, կոդորվեց, մեր ու մանուկ կոդորեցին։ Մտան տուն ուղղակի գնդակահարեցին։ Վիդեոները կա, ու պրիտոն Զավեշտի ժանրից է, մարազմի ժանրից է, ես ինքս մեկնաբանել եմ, ես խորապես այդ բարձրաձայնել եմ, ընդ որում չգիտեմ քանի փորձագետ, բայց ես առաջի օրից այդ դրվագները ուսումնասիրել եմ, հանրությանը ներկայացրել եմ, ինչը, որտեղ շատերը չեն, որտեղ պետական լրատվականներում ինչ որ թռուցիկ, ինչ որ sense ոչ մի բան չի խոսվել։ Իրականում այնտեղ գենոցիդ է տեղի ունեցել։
ամբողջ Լատակիայում այդ հատվածում, Տարտուսում, Հոմսում համայնքում ջարդ է եղել։ Սարսափելի կադրերի ականատես եմ եղել ես։ Ես տեսել եմ այնպիսի այն տեսահոլովակներ։ Ընդհանրապես ուզում ես տեղավորվի ու դու պատկերացնում ես ինչա տեղի ունեցել 15 թվին, ինչա տեղեցել Սումգայիթում, Երևաբադում։ Ու այս ամեն ինչը հասկանում ես, որ որովհետև ժողովուրդը աշխարհը, այդ քաղաքակիրթ աշխարհը գեղեցիկ ձևով շատ սերմ այսպես խոսեց ու անցավ 120,000 հայերի բնիկ հայերի տեղանում է, որ Արցախում դու լավ գիտես Արտակ, պատմագրության մեջ երբեք Արցախը հայաթափված չի եղել։ Լենք Թեմուրով եկել, գրավել, վերցրել են, բայց չի հայաթափվել, առաջի անգամ պատմության մեջ հայաթափվեց։ Իսկ հողը երբ է կորսվում։ Ես ժամանակին առանց վանգայություն անելու, առանց քաղաքական կոնսպիրոլոգիաների ասել եմ, եթե սենց սցենարը գնար, ցավոք ճիշտ դուրս եկա։ Ես իրականում այդ հաշվարկները երբ որ անում, ախր այդտեղ շատ ինչ որ քաղաքագիտական հատուկ բան պետք չէր հաշվարկներ։ Պարզ երևում էր ընթացքը, հա։ Եվ այստեղ նույն ժողովուրդն էր, չէ՞ որ ծապ էր տալիս, ողջունում էր։ Մենք էլ փորձում ենք, հա, օպտիմիստորեն Հագայի դատարանը Լաչինի Միչանսկի բացելու մասին կոչով հորդորով եկավ։ Մենք տեսանք, հա։ Հիմա այս մարդիկ եկել են մեզ համոզում են, որ եթե խաղաղության պայմանագիրը վերադառնում ենք ձեր առաջի հարցին, եթե այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, այ տեսեք, հողի վրա մենք տեսնել ենք, ես ձեզ ասում եմ, սերունդներ են պետք, այսինքն գետ մեկ կրագոց պետք է չլինի, պետք է գոնե 3-4 սերնդափոխություն լինի, որ այդ քենապահությունը ժողովրդների մեջ համակեցության, համագոյակցության կանոններ հաստատվեն, քենապահություն, վրեժխնդրությունը դուրս գա, հա, որ նոր ասես, որ այս ժողովուրդները հնարավոր է իրար հետ համագոյակցեն նույն տարածաշրջանում։ Ну, այստեղ վիճել իհարկե դժվար է, նույն իդեպ զուգահեռը կարելի անցկացնել Ուկրաինա-Ռուսաստան համատեքստում, նույնիսկ եղբայրական նույն ժողովուրդը մեկ տարիներով իրար ատելու են, նույնիսկ եթե հա այս դեպքում ասացեք խնդրեմ, ի՞նչն է որ Ալիև Էրդողան կամ թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է, թուրք լրագրողներ են մեր հաշվին հրավիրվում, այստեղ գերագույնն է ոտու ձեռնգե, ափալ, թափալ, ուզում եմ, չգիտեմ, այս ինչ շտապողականություն է։ Ես հարցազրույցներից մեկում ասի դա վախով փաթեթավորված ալտրուիզմ է։ Երբ որ դու Ինչա դա նշանակում։ Իրար հակասող բառեր եք ասում։ Երբ որ դու վախի սինդրոմ ունես, երբ որ դու գիտակցում ես, նու փորձում ես pedagogamետ դիրքորոշմամբ շարժվես ու ռիսկերն ես դիտարկում թուրք-ադրբեջանական տանդեմի, բայց նաև ալտրուիզմ ես դրսևորում, այսինքն չասեմ, ինչ որտեղ նաև Ստոկհոլմյան սինդրոմը դա ավելի շատ մեր պարագայում, բայց ես ավելի համեստ եմ գտնում։ Ալտրուիստ, այսինքն այն մարդը, որը որ կա, չէ, մարդը, որը կտա ամեն ինչ, հանուն ինչ որ բանի, ոնց որ մայրական խնամքը, մայրը իր երեխուն կտա, հա, ամեն ինչ հանուն ինչ որ բան, կա էգոիստ եւ ալտրուիստ, ալտրուիստները տրվող տեսակն են, տալիս են, ինչ որ հանուն խաղաղության, հանուն գաղափարի։ Այդ Ստոկհոլմյան սինդրոմն ինչ է, որ սիրահարված է լինում, մարդը իր դահիճին ընդունում է իր բոլոր արարքները, ասում է ճիշտ անում, ինչ անում է։ Դասական օրինակ կա, չէ՞ որ ընտանիքում ծեծում է կնոջը, ասում է դե ճիշտ է անում, մի բան գիտի որ ինձ ծեծում է կինը։ Հասկանում եք, չէ՞ մի քիչ բան է այսպես, հագասական է օրինակը, բայց այսօր թուրք-ադրբեջանական տանդեմ, գիտեք, հենց այդ պատերազմի մարդիկ նստել են սեփական ժողովրդին վախեցնում են պատերազմով։ Հավանական պատերազմի մասին մենք գիտենք, մենք գիտակցում ենք, չէ՞ որ հավանական էքսպանսիա ցանկացած պահի առավել եւս Սյունիքի հանդեպ կա, ոչ մեկ չի կարող դա բացառի։ Առավել եւս մենք գիտենք Նախիջևանում ինչպիսի զորավարժություններ են, Սանասարի հատվածում ինչպիսի զորավարժություններ են, որ Արցախը ինքնին դարձել է ինչ, դարձել է պոլիգոն Հայաստանի դեմ ուղված, որ տոպոգրաֆիկ տեսանկյունից իրենց ձեռքի տակ է այսօր Քարվաճառը, որը շատ մեծ եղանակ է փոխում։ Այնպես ինչպես Շուշին, երբ որ քունն էր, ուրեմն քոնն է ամբողջ Արցախը։ Դավիթ, տեսեք, դուք էլ նշեցիք, որ պատերազմից հետո դժվար էր պատկերացնել, որ Փաշինյանը կվերընտրվի։ Հիմա ի՞նչն է պահում Փաշինյանին իշխանության։ Արտաքին օժանդակություն կա, չկա, ռուսների հետ խնդիր կա, բայց կարծես նաև նախ ինքը ձեռք է տալիս աշխարհը։ Կներեք, այսօր ինչու որտեղ է ձեռք տալի։ Գնաց Միացյալ Նահանգներ, տեսանք ինչ ընդունելություն։ Նայեք, ինքը գլոբալ առումով այսօր ձեռնտու է միջազգային խաղացողներին։
ընդունում ենք, չէ՞ որ միջազգային խաղացողների նաև համատեքստում է այս կատեգորիայի երկրների ղեկավար կազմ ընտրել կամ ինչ որ կամ բայց Զելենսկու հարցերը լուծում են կամ լուծեցին։ Հիմա Բերթը իրենն է թե ոնց չենք կարող ասել։ Դրա համար արեք վանգայություն կամ այդ պոլեմիկան հիմա ոչինչ չի տա։ Կանխատեսում են ընդամենը։ Նայեք, այսինքն եթե այնտեղ սառեցվում է, այստեղ անդրադարձ ունենում է, շատ։ Նայեք, տրամաբանորեն կոնֆլիկտները այսպես են։ Այսօր տարածաշրջանային կոնֆլիկտները որպես այդպեսին ակտիվ զոնաներ, ակտիվ, որտեղ որ պետք է զոնա վլիանիա ասվածը տարածվի հիմա, որտեղ աշխարհաբաժանում է հիմա տեղ ունենում։ Եթե հանգարց հանգուցալուծվի, օրինակ, Ուկրաինայի ճգնաժամը, Ուկրաինայից հետո հաջորդ օջախ թիրախային հատվածը դա հարավային Կովկասն է։ Ու այստեղ գալիս ենք այն համոզման, որ այստեղ արդեն եթե ժամանակին կարելի էր ասել եւ այդպես է կար, որ ռուսական գործոններ այստեղ շատ ավելի ազդեցիկ եւ իրենց գոդին էր, այսպես ասած, հարավային Կովկասը, ապա այստեղ արդեն թուրքական հանգամանքը եկավ մտավ եւ եղավ ռուսների ինչ որտեղ համաձայնության, որտեղ հիշում եք Աղդամում նաեւ համատեղ մոնիտորինգային բան, ինչ որտեղ հասկացաք ինչ առումով եմ ասում։ Եվ այստեղ այսինքն մեկը մեկին, այսպես ասած, դաբրո տվեց, որ ինչ որ տարածաշրջանային հարցերում օրինակ Թուրքիան չի կարող այլևս անմնացորդ մնալ։ Այսօր Թուրքիան խաղացող է կոնկրետ հարավային Կովկասի, հատկապես Ադրբեջան, Հայաստան, որովհետեւ այսօր մեր իշխանությունները այ հենց գնում են նրան, որ պատերազմ չլինի, օկուպացիա չլինի համար պետք լինի իրենց որ մնա իրենք այդ տրամաբանության շրջանը, բարեդրացիական հարաբերություններ, որտեղ կլինի հիմքը հումանիզմը, այ մոռանանք ինչ որտեղ բանը աչք փակենք գենոցիդի վրա, այ այնպեսի ինչ որ բառամտերքով չասենք, որ հանգարց նեղացնենք թշնամիներին, հանգարց չբորբոքենք, Մոնտեին պետք չի ասել, որ ինքը հերոս է, հասկանում եք, եւ այլն, այսինքն մեզ հիմա լլկացնում են։ Երկընտրանք է, այլընտրանք, այսինքն կամ Ռուսաստան կամ Թուրքիա։ Ձեր ասածի։ Կներեք, հիմա տեսեք, շատ են մարդկանց մոլորեցնում, որ արևմուտք են գնում, արև պետքա ռուսներից կտրվել եւ այլն։ Այստեղ արդյոք էլի մանիպուլյացիա չկա։ Զավեշտի ժանրից է, գիտեք։ Չէ, եկեք ֆիքսենք, ինչ ասել է արևմուտքը։ Այդ արևմուտքը որ արևմուտքը Սմատրիաշի այս ռեգիոնում կներեք բառից համար դրել է Թուրքիային։ Այո։ Կամ Թուրքիայից կամ Ռուսաստան։ Ինչ հարց ունես Թուրքիայով։ Վերջ։ Ինչ հարց ունես։ Հետևաբար իրենց արևմուտքը դա Թուրքիան է։ Դիվանագետները, Միացյալ Նահանգների ղեկավարության կազմը պետ-տեպի։ Ես կարող եմ օրով ժամով ասել հայտարարություններով պաշտոնական, մարդիկ ուղիղ ասում են նադզիրացել ասեմ այնտեղի, չգիտեմ, նայով ասեմ, Սմատրիաշի, հա։ Դա Թուրքիան է։ Всё через Турцию, всё через Էրդողան տարբերակն է այստեղ։ Հիմա դուք որ ասում եք, այստեղ մի հատ էլ պետք է որովհետև ժողովրդի մոտ երգագին ինչ որ բան կա։ Հավաքական արևմուտք, թե Եվրոպա աշխարհամաս, թե նկատի ունենք արևմտյան ապ Ամերիկան, որովհետև տարբեր են, բայց եթե սենց ես նայում, իրենք օրինակ այս մասով ինչ են անում։ Միջին միջանցքի տրամաբանությունն է իրանց։ Հիմա դու անունը դիր ռուսական ֆակտորով ասենք միջանցք կորիդոր, մեկը ասում է բանը սուվերենության հիմքի վրա, մեկը ասում է չգիտեմ, առանց ինչ որ տամոժնի, մաքսային հարգային, առանց ներքին օրենսդրության։ Գիտեք այդ խոսույթը։ Մեկը հղում է տալիս նոյեմբերի 9-րդ կետի հենց այդ ֆակտորին։ Այս ամեն ինչը մի հատ կաշա է, բայց այդ կաշայի մեջ հստակ կա գոնե, այ հենց ես ինչի համար եմ շնորհակալ արևմուտքին հավաքական։ Իրենք շատ ուղիղ են ասել մասով։ Եվ իրենք գործնականում են ցույց տվել։ Թրամփի վարչակարգն էր, չէ՞, հիշում եք, որ այն ժամանակ Արցախում ինչ էր տեղ ունենում։ Բայդենի վարչակարգն էր, չէ՞, երբ որ էլի էթնիկ զդմանի ենթարկվեցին, այն ժամանակ ճանապարհը փակ վիճակ էր։ Կամ նույն հավաքական արևմուտքն էր, չէ՞, որ Հաագայում այդպես ագնահաճո հայտարարությամբ եւ որոշումով հանդես եկան, որ միջանցքը պետք է բաց, որը որ ցայն բարբարո անապատի դա ամենահամեստ ձևով եմ ասում։ Հիմա ուզում եմ ասեմ, այդ հավաքական արևմուտքն է գալու մեզ երաշխավոր կանգ եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նախորդ հարցին, որը կիսատ մնաց, ժողովուրդը ունի մի հատ խնդիր։ Դա դոգմատիկ մի հատ իրականություն է ձևավորվում, որ հների վերարտադրություն չլինի։ Նորեր, նոր մարտիկ, նոր երրորդ ուժ անունը դնենք, ինչ որ մարտիկ գան, ընդ որում գիտեք ինչ, մի հատ շատ վատ նարատիվ կա։ Ժողովուրդը սպասում է այդ լիդերը, գիտեք ինչ տեսքով։ Կարեն Սերոպիչի տեսքով, Քոչինյանի տեսքով, որը պետք է գա, իրենց փրկի, իրենք տունը նստեն, այդպես լիդերներ գան, դե իրանք չզբաղվեն քաղաքականության բան։ Մեկը կա, տենց Կարեն Սերոպիչին հիշում է Գյումրու ընտրություններում։ Դա լրի ֆանտաստիկ մարազմի ժանրից է, եկեք չխոսենք, ափսոս է ժամանակը։ Հիմա
Ձեր ասածը տեղավորվում է հետևյալ, եթե մենք ռացիոնալ, հաշվարկներով ենք գնում։ Մենք որ աշխարհակահաղական կենտրոնից ինչ որ ակնկալիք ունենք նախ։ Երկրորդ հարցը. ովքեր են գալիս, եթե ընդունենք, որ նոր սերնդափոխություն պետք է լինի, այն էլիտան, որոնց մեջ լինում են բացառապես ազգային ու պետական շահերով շարժվող մարդիկ, պետականամետ գաղափարներով մարդիկ, ճիշտ ազգը ոչ թե ուռա հայրենասիրական, հա, կամ ռոջիգով հայրենասիրական, այլ իրական հայրենասիրական է թիմ, որտեղ մենակի գործ չի սա եւ երկրորդը։ Մարդիկ, որոնք որ ինքնաբավ են, կենսագրություն ունեն, արժանի հայորդի են եւ կարող են վայելել, եթե իրենց ճանաչելիությունը բնականաբար չէ, որտեղ եթե լիներ հիմա անուններ կտայինք այստեղ։ NBC, որոնք որ վաղը մյուսօր վայելեն համաժողովրդական սեր ու հարգանքը, ստեղծեն իրենց համար լիդերի ռեպուտացիա։ Դավիթ, օրինակ բոլոր մեր առնվազն 3 նախագահները 70-ն անց են իրենց փորձառությամբ, այո, պետական իրենց ամբողջ այդ գործունեությունը տեսել ենք։ Հիմա բայց երկրորդ եւ երրորդ նախագահները ակտիվ քաղաքական դաշտում են ու առաջինն էլ, բայց չեն sense քաշվում մի կողմ տեղը իջելով երիտասարդներին։ Իրենց այդ փորձառությունը, այդ ենթակառուցվածքները չի դրվում երիտասարդության տակ։ Ինչի են իրենք, չեմ կարծում փառասեր են, բայց նաեւ կներեք, առանց սերնդափոխության անհնար է, առավել եւս ուղակի անուղակի ճիշտ սխալ գեներացվել է ատելություն իրանց հանդեպ։ Տեղին թե անտեղին չեն քննարկում։ Մենք կարող ենք, եթե խոսում ենք հայրենիքի կործանումից, ուզում ենք պետությունը մնա ինքնիշխանության այս գործոնը շարունակական լինի, ինչու չի գնում այդ, չասեմ անձնազոհություն, լավ, դե դուրս գաս ընդամենը քաղաքականությունից, ասես Դավիթը ինչ լավ տղա է, կարգին, արեք Դավիթի վրա ենք ստավ կանում։ Մի քիչ կներեք ժողովրդական եմ ավել հասարակ ձևով։ Հիմա տեսեք, արդյոք ապշել կարելի է։ ապշելու բան է, բայց դրան չէ որ դրանից շահում է այս գործող իշխանությունը։ Հենց է դա։ Եվ իր կռիցություններով, sense, չգիտեմ, խաբեություններով ու նորից հիմա կներեք, գողության սրանք քաղաքական գողության մանյակ են, աշխարհի չեմպիոն են։ Ինչ գիտես, օրինակ, նույն Գյումրիի ընտրություններում ինչ կանեն։ Հետո ինչպես Երևանի ընտրությունները տեսանք, հա, թակեցին իրանց վրա էլ իրան, հա, 80,000-անոց քաղաքապետա միլիոնանոց քաղաքի։ Ժորդ լուրջ, ամոթ է։ Խնդրեմ, ել չեմ խանգարի։ Չէ, իրականում շատ ճիշտ բան եք ասում, այն որ սինխրոն մենք գնում ենք, բայց նաև սինխրոնի հետ կապված ուրիշ բան ասեմ։ Այդ նախքին ներկա այդ խոսույթը, դիսկուրսը որ կա, իրականում իրականության այնքանով է հարիր, որ հենց մեկը մեկին սինխրոն աշխատում են նախքին ներկայիս վիճակները։ Առաջի տպավորությունը անտագոնիզմ, թշնամանք, Միսուդոցի, ով է բերել Փաշինյանին, հետո ինքը պետք է տրվի այդ, հիշում եք, այդ իներցիոն բանով, չէ՞։ Էնել արձագանքում է, ինձ ոչ պետք չի բերում։ Հա, ինքնարտարանում է, Facebook-ում 5 րոպեն մեկ ստատուս է, ընդհանրապես մենք Facebook men ունենք, մեր երկրի ղեկավարը Facebook men է։ Ես ժամանակին կներեք արդայդությանս absurd men էի ասում, հիմա Facebook men absurd men է, որտեղ մարդը նստել է աշխատանքային ժամին ստատուս է գրում կամ ինչ որ բան, գիտեք, մի հատ 10 թիվ 1.6-նոց, դե 4.6-նոց մոտորով ռենջ եմ վազվրատարը։ Ասենք, այս մարդը, ռեգիոնը վարոտի տակառա դու նստել ես։ Այն որ ասում է չհասունացավ, էլի։ Մարդը չգիտակցեց, որ ինքը վարչապետ է։ Ինքը երազում էր, չէ՞։ Մարդ, որը եկավ, հիշում եք, ասում էր, այդ մարդը ես եմ։ Միակ մարդը ես եմ։ Այդ մարդն էլ մեղավոր չի, այդ մարդը ասում է, Ժորժ ջան, դուք եք ուզում, ես մնում եմ։ Եվ երկրորդ այդ նույն մարդը չէր, որ շատ անկեղծ ազատ, անկաշկանդ ասեց հետևյալ, ասեց, քանի կա Սերժ Սարգսյան, քանի կա ՀՀԿ, ես հավերժ եմ լինելու։ Ну, մի քիչ բառերը ուրիշ ձև։ Այսինքն նախկինների հանգամանքը, որտեղ ժողովուրդը ֆոբիայով է հիշում նախկիններին, վախով է հիշում։ Այսինքն նախկինների հետ վերադարձ, նախկինների վերադադրություն չեն ուզում։ Այդ 90-ական, 2000-ականների վերադարձ չեն ուզում։ Իրենք մտովի գնում են այնտեղ, մի ուրիշ ծայրահեղություն էլ դա է, որ իրենք ասում առաջ նայելու տեղը բան, բայց իրենց մոտ կա այդ ֆոբիաները այդ մարդկան։ Մանավանդ, երբ որ տեսնում ես այս մարդիկ, ախր նախ երկու հանգամանք կա։ Իրենք ապահովում են քանակ ոսկերչական ճշգրտությամբ, որ ապահովում են քաղաքական, հա, որոշում, ազգային ժողովում կարգում են նրան վարչապետ։ Դրանից հետո ժողովրդն է սկսում ավելի կասկածամտորեն, արդեն հավատ չի մնում։
Առավել եւս վերջերս ամենաթարմ ինֆորմացիա, երբ որ իրար գզվրտոց է գնում, թե հիմա ով բերեց, ոնց բերեց եւ այլն, այստեղ ու գալիս է կներեք արդարացած դիշովի բազարներ, որոնք որ կարելի է սենյակում փակ վերջի երկու նախագահ եք, երկու քաղաքական թիմեր իրար հետ ճամփա եք գնացել, հաց եք կիսել, չգիտեմ, process եք պատերազմ եք եւ կարակ չէ նստեք այդ ներքին բաները, այդ որ ասում են խմորումները, բազարները իրար մեջ լուծեք, ոչ թե սպրդեք դեսուդեն ժողովուրդն սկսի քննարկել, երրորդ կողմն էլ Փաշինյանը այնտեղ իրան մեյդան գցի, փորձի ինքնաարտարանա, թե ինձ ոչ մեկ չի բերել ոնց որ բանն է, սրտի մխիթարան կներեք արդարությունս։ Բայց խայտարակությունը դա նայում է, չէ՞ աշխարհը։ Աշխարհը նայում է։ Ով պետք է գարանտ կանգնի քո կնքած պայմանագրին։ Ով պետք է մեզ ընդհանրապես լուրջ ինստիտուցիոնալ երկրի տեղ դնի։ Ոչ մեկ։ Լավ, այս քաղաքական տահասությունն է, անգրագիտությունն է, փառասիրությունն է, ինչու է ամեն կերպ այդ բանը պատտվում այդ մի քանի ֆիգուրի շուրջ, Դավիթ, ինչու։ Գիտեք, կան երիտասարդ տղեկ, տեխնոկրատ տղեկ, պինդ տղեկ, ովքեր ամբիցիոզ են, հայրենասեր են, անուններ են կարող ենք տալ իմաստը։ Ինչու, բայց ինչու այդ տղեկին տեղ չեն տալիս։ Հիմա տեսեք, խնդիրը ո՞րն է։ Ժողովուրդն է այլընտրանք առաջարկում։ Հենց այդ է ստեղծել են կեղծ օրակարգ, հենց այդ ինքը կեղծ օրակարգ է, որ էլ ալտերնատիվ չկա, այսինքն ես եմ ու վերջ։ Այ 2 միլիոնի մեջ էլ արժանապատիվ հայորդի նորմալ, այսինքն այն որ նոր խոսում են, քաղաքական սերնդափոխություն չի կարող լինի։ Կամ պետք է գան այդ մարտիկ պիտակավորվեն, կամ չգիտեմ ինչ անեն, կամ սերժական լինեն, կամ քոչարյանական, կամ այս գործող իշխանություններ ու վերջ։ Այսինքն օրինակ հիմա ես ու դու չենք կարող լինել ոչ միական, ինչ որ ոչ մի կողմից, ոչ մեկին է։ Ես օրինակ ես ինձ համարում եմ ինքնաբավ մարդ, որտեվ այդպես է կամ ինքնաբավ ոչ մի քաղաքական, ոչ մի ուղեգիծ, ես շարժվում եմ բացառապես իմ ազգային pedagogan շահերով։ Ինպես լիքը մարդիկ Աստված հայրենիք, վերջ, հիմա ինչի՞ մա, այսինքն գիտեք վադը որն է ուղղակի։ Մենք մեր վրա այսպես քաղաքական, չասեմ քաղաքական շղարշ կա, մեր ճանաչելիության խնդիր կա։ Խնդիր կա ընդհանրապես այդ երբ որ այդ գզվրտոցը կա, այդ դիսկուրսը, որը շատ մեդիա բանը էլի սնունդ է, էլի, հա։ Մանավանդ ամբողջ մեդիաները հիմնականում կամ իրենցն են կամ իրենց է։ Մերպես մարդկանց ձայնը շատ դեպքերում լսելի չի։ Մենք ճանաչելի չենք։ Հարային ընկալում ձևավորելու համար հնարավորություն չի տրվում, բայց ես ասում եմ, չի կարող 2.5-3 միլիոնանոց ազգի մեջ ի նկատի ունեմ կոնկրետ Հայաստանի Հանրապետություն, ես ուրիշ աչքով եմ նայում, երբ որ դրսից են, հա, այնտենց բանտեք կա դրսից բերենք ինչ որ մեկին։ Ոնց որ դրսում մի հատ, չգիտեմ, այնց ուրիշ հայերից լիդերներ կան, բայց ասեմ ձեզ, որ այնտեղ էլ չոր շարժումներ կան, այնտեղ հայ Անտարկտիդայում էլ է հայ, դա չի հարցը։ Խնդիրը ուրիշ բան է։ Մարդ, որը որ ուղնուծուծով ճանաչում է այս երկիրը, ինքը ապրում է այս երկրով, ինքը գիտակցում է, ինքը հայրենիք եւ պետություն, այ որը որ այսօր հիմա բաժանում են, հասել ենք արժանապատվության ազգային դիմագծի կորուստի հետ, դարձել ենք, չգիտեմ ինչ որ անդեմ ամորալ մի հատ հասարակություն, շատ ցավով եմ նշում, որ ասում են դաժե Արարատի կողմ դաժե հայացքով չնայես, հասել ենք այդ օրը, չնայես այդ կողմ, այսինքն մի հատ եկուց մյուչով չապարել կարա դնեն, վերնիսաժի նկարիչներին է ասեն հանգարցել մասի սա չնկարեք, դարեք գնացեք Ուջանի կողմից Արագածը կնկարեք, չեն բացառվում։ Հիմա ես դրա համար ասում, այն ինչ որ մենք տեսնում ենք, դա ողբերգություն է, այնքան ողբերգություն է, որ ժամանակին ես եմ այդ խոսքը ասել, հիմա եք ասեմ, որ եկեղեցականը Տերտերը թողել էր իր գործը, եկել էր փորձում էր երգիչ փրկել։ Մենք այսօր դրա ականատեսն ենք։ Հիմա ինչի մասին ենք մենք խոսում այս պարագայում։ Մենք խոսում ենք ժողովուրդ, որը որ ընկել է այս դիսկուրսի, հա, նախկին ներկա սև սպիտակի մեջ, ու որտեղից որ հնարավորություն չի ստեղծվում, որ նոր ուժեր, նոր մաքուր մարդիկ կան, որոնք որ ասելիք ու անելիք ունեն իրականում, որոնք որ կարող են լավ մենեջերներ լինեն, որոնք որ արժանի են, ինքնաբավ են կայացած եւ գրագետ մարդիկ են։ Կան այդպես, կոնտինգենտ կա։ Ես եւ դու կանոններ կարող ենք թվարկել հիմա։ Խնդիրը այն է, որ որոնք կարող են լինել նոր վարչապետ։ Այստեղ մի հատ խնդիր կա նաեւ։ Տեսեք, ես ազգային այդ խնդիրը ասեցի, չէ՞, նախ առաջինը։ Մարդիկ նստած տունը ուզում են Կարեն Սերոպիչի պես մեկը գա, իրանց փրկի, նախ մեկ։ Երկրորդը, իրենք այսպես մի հատ շատ վատ բան կա։ Ասում եմ մայա խատա սկրայու։ Այ երբ որ պետք է գա ներեգություն, առանց ֆետիշացնելու եմ ասում, պետք է գա թուրքը հասնի իր տան դուռը, նոր ինքը սթափվի, գիտակցության գա եւ այլն։ Եվ ընդհանրապես այդտեղից էլ գալիս է հաջորդը, մինչեւ քաղաքական գիտակցության մագարտակը չբարձրանա,
մինչև համընդանուր համաժողովրդական ցասում ընդվզում չլինի, չի լինի, որովհետեւ չէ, նայեք ժողովրդի երրորդ եղավ լծվավ, բայց կուլմինացիան չտեսանք, հասկանալի։ Դե բզբզացին կողից էլի։ Դե իրանք էլ մեջից իրանք քար, իրանք իրանք մսխեցին էլ իրանք իրանք մեջից։ Էլի այդ նախկինների հանգամանկը բերելով առաջ, ամբողջ այդ բանը փոխվավ, հետո գիտենք կուլմինացիա։ Մաքուր շարժում էր, հերն անիծեցին։ Հեր անցավ, հա։ Մենք 18 թվից հետո երբ էինք տեսել, որ այդքան մարդաշատ հրաբարակ լծվեր։ Արդեն այն հազար ափսոս, որովհետև այդ ռեսուրսը սպառելուց հետո հեղափոխության հոտ էին։ Մարդիկ հիասթափվում են, ախր։ Հիմա դրա համար այստեղ նաև ժողովրդին չես մեղադրի։ Նույն ժողովուրդը ասում է եղբայր, մենք էլ ձեզ շանս տվեցինք, մենք եկանք ձեր կոչով հրաբարակ։ Բա դուք ինչ արել։ Էդի նույն բանն է, ոնց որ Ռաֆի Հովհաննիսյանի պահն էր, հիշում ես։ Հա, բարևը։ Հա, Գյումրիից դաժեկան հասան, հիշում ես։ Պատմությունը լավ գիտենք։ Հետո Հելան Ծիծեռնակաբերտ աղոթեցին։ Աղոթեցին, հաջողություն ասեցին։ Հիմա ինչի համար պետ ունենք աշխարհը չուներ։ Ժողովրդի մի հատ ստվար զանգված է, տեսեք, այստեղ մի հատ պահ կա, ասում է, այդ ձեր ասած օրինակ կատարամաբանություն ընդ որում, կատարամաբանություն, ասում է, այդ լիդերները թողել է քաղաքական օրակարգով, ճանապարհային քարտեզով ներկայանան հանրությանը, վայելեն ժողովրդի հարգանքուսերը եւ վստահությունը։ Ժողովուրդը տա շանս։ Բնականաբար այստեղ էսենս է, կներեք օրինակ ուրիշ բան ասում է, հոդը որ հոդա պետքա բան ունենա, չէ՞, առաջնորդ ունենա։ Հիմա մարդկային հոդն էլ պետք է առաջնորդ ունենա, պետք է լիդեր լինի, չէ՞ որ ասի։ Տրամաբանական է դա։ Հիմա, բայց այստեղ էլ ես ուրիշ հագասություն եմ տեսնում։ Հիմա տեսեք, մեզ պես երդասարտները, ովքեր որ պատրաստ են հանուն պետության ինչ որ բան անեն, քայլի գնան, ռիսկերի գնան, մտնեն այդ ամեն ինչի մեջ, խփվեն, պատրաստ լինեն ցանկացած սցենարի։ Այս մարդիկ էլ ուրիշ բան են ասում։ Ասում են Ժորժ ջան, հիմա ոնց եք դուք պատկերացնում, մենք ինչ որ մի հատ թեգու սիմվոլիկ թվականակով կանգնենք հրաբարակի մեջտեղ, ասենք մենք հենց այդ տղեկն ենք, մենք եկել ենք Ժորժ ջան։ Եկեք, մենք հենց այդ տղեկն ենք։ Ու տենց պետք է հրապարակ հավաքվի, ինչ որ օրակարգ գեներացվի։ Այսինքն պետք է հրապարակով գնա այս գործով իշխանությունը։ Նայեք, ստացվում է, որ այո, ինչ որ պետք է զանգվածային massայական բնույթ կրի։ Ես ընդհանրապես միշտ ասել եմ, մեր պարագայում, այսօրվա ռասկլադի պարագայում, երրորդ ուժի ծնման պարագայում, երբ որ համադրում ենք, ավելի իրատեսական է, երբ որ համաժողովրդական ցասում լինի, մեջից այն որ ասում է ժողովուրդը, սամասաբոյ ծնվելու են այդ լիդերները։ Արդեն ժողովուրդը այս անգամ գոնե, ճիշտ է, ժողովուրդը միշտ էլ սխալվում է, խասյատա դառը։ Բայց այս անգամ գոնե հնարավորություն կտա նոր մարդկանց, արդեն հաստատ ռուպերը, միկրոֆոնը նախքին ներկային չի տալու։ Այդ ժամանակ արդեն ժողովրդի ծոցից են որ ասում է, մի քիչ էդի այսպես պաֆոս է հնչում, բան, բայց ժողովրդի ծոցից ծնվելու են այդ լիդերները։ Ովքեր որ մտնելու են այդ պատասխանատվության տակ, ով որ վերցնելու են այդ պատասխանատվությունը, ժողովրդից ստանալով ձայնի իրավունք խոսեն, առաջնորդեն, բայց այդ տղեկը գոնե պետք է ունենան քաղաքական օրակարգ ճանապարհային քարտեզ մինիմում։ Եկեք փաստենք, որ գեներացվում են այդ ուժերը, այդ երրորդ ուժը։ Առաջ չընկնեմ, հարգելի Արտակ, ուրվագծվում է, ես եմ դա ձեզ ասում։ Եվ հասարակության ցասումն էլ արկա է։ Մի բան էլ անցել է։ Շոշափում են հիմա ինչ որտեղ ժողովրդի տրամադրությունները, ժողովուրդը փորձում է ընկալել այս ովքեր են, որտեղ նոր ուժեր են ինչ որ ծնվում, բան եւ այլն։ Այս համատեքստում միակ խնդիրը, որ քաղաքական տեսանկյունից դա ուզենք թե չուզենք, դա դոգմատիկ ճշմարտություն է։ Պետք է կուսակցություն ստեղծել, որովհետև process-ն է այդպեսին։ Տեխնիկական հարցեր են։ Բայց ժողովուրդը մյուս կողմից է, այդտեղ էլ մի հատ ուրիշ ծայրահեղություն է։ Ժողովուրդը ասում է 100-ից ավել կուսակցություն կա, ազգի կեսը կուսակցական է։ Էդ էլ գիտենք այդ կուսակցական լինելը որն է։ Այդտեղից է խեր չկա։ Այդտեղ էլ վստահություն չկա։ Ինչքան էլ այդ լիդերը նոր ուժը լինի, ինչքան էլ ասի տեսեք, ես ոչ նախկինական եմ, ոչ ներկայական եմ, ես կապ չունեմ, ես ազատ անկաշկանդ եմ, ուղղակի գիտեք, այս process-ն է այդպես, օրենքն է այդպես ասում, որ ես պետք է կուսակցությունով իդեմս կուսակցությամբ հանդես գամ։ 1 րոպե կարճ անդրադառնանք Գյումրու ընտրություններին, դա հնարավոր է լինի ինչ որ ցուցիչ։ Ընդհանրապես ավելի համապետական է առաջ։ Իհարկե, ընդհանրապես Գյումրին առանց պետք շատ դրամատիկ, մշակութային մայրաքաղաքն է, ունես դրամատիկ դեմքեր կան։ Հայրաքաղաքն է, այ։ Ընդհանրապես վերջում խոսքի իրավունքը հորն է, չէ, հայրն է վերջում։ Չէ, եկեք այսպես ասենք, ընդհանրապես մի հատ
իրականության հետ շատ մեծ կապ ունեցող բան եմ ասելու։ Ընդհանրապես ինչ տեղի ունենում Գյումրիից է սկսվում կամ ավարտվում է Գյումրիում, կա տենց ինչ որ բան, հասկանում ենք ուրեմն տանը։ Ես օրինակ ասել եմ, առանց էլի վանգայություններ կոնսպիրոլոգիաների, այնտեղ իրանք շատ լուրջ գործող իշխանությունները խնդիր ունեն, շատ լուրջ, իրենք գիտակցում են, որ իրենք շատ լուրջ, բարդ իրավիճակում են, ես ձեզ վստահեցնում եմ։ Այնտեղ հենց հիմա մունիցիպալի համար դուք տեսնեք ինչպիսի հիմա որ դուք որպես պրոֆեսիոնալ ոլորտի մասնագետ, հələ մի հատ նայեք իրանց կազմը, հələ կազմից եմ ասում, ովքեր են դպրոցի դիրեկտորներից սկսած, ինչ որ բուժ հիմնարկություններ, ԲԿ-ների բան, հասկանում եք, չէ՞, ուրեմն տանում Արտենից։ Կարող ես դու էլ ասես Արտակ ջան, անիֆի դեպք արի, ես էլ մի հատ հիշադակ եմ։ Այնտեղ էլ լավ փող են լվանում ու ոնց կարող է վարչապետը կոպիտ ասած կուրսի չլինի, հա, Մոսկվայում գիտեք ինչ փող են լվում հիմա։ Հիմա շատ կարող ենք խոսել։ Գյումրիի դեպքից եք խոսում, հարցնում, ասում եմ, Գյումրիում չեմ սիրում ես այդպես ինչ որ ֆետիշացնել, ասեմ, Գյումրիի պարտությունը նույնիսկ իրաց ներքին խոհանոցից որոշակի բան կա, ինֆորմացիա կա, դա ամբողջ ԿՊ-ի, ամբողջ իշխանությունների պարտությունն է։ Իսկ իշխանապողության սկիզբ է լինելու։ Չի բացառվում։ Գյումրին կորցրեցին, կարող է կորցնել իշխանությունը, առանց ֆետիշացնելու եմ ասում։ Անցանք առաջ, հաղորդման վերջաբանն է, ֆորմատն է այդպեսին, առաջին անգամ հյուրընկալվող հյուրերին տալիս ենք մի քիչ sense խորքային հարցեր, ավելի իրենց բացահայտելու համար։ Եթե դեմ չեք, մի քանի բլից հարց ու ավարտենք։ Սկսենք։ Ինչ է ձեզ համար հայրենիքը։ Հայրենիքը իմ բնորանն է, որտեղ ես ծնվել եմ, որտեղ ես իմ համեստ հնարավորություններով արարում եմ, որի համար պատրաստ եմ անձնազոհ լինել, եւ սա ասում եմ առանց որևիցե պաթոսի կամ ինչ-որ պաթետիկ ֆոն տալու։ Ինձ համար հայրենիքը դա սրբություն է։ Հայրենիքը այն վայրն է, որտեղ որ իմ նախնիներն են ապրել, որտեղ ես եմ ծնվել ու որտեղ ապրելու են ու ծնվելու են իմ երեխաներն ու իմ երեխաների երեխաները։ Ինչպիսի Հայաստան եք տեսնում 10 տարի անց։ Հզոր, կայացած ինքնաբավ, հզոր, ամենակարևորը։ Եվ ինքնաբավ, որովհետև ոչ մեկից կախում չունենա։ Իհարկե դա մի քիչ հարաբերական է, անգամ գերտերությունները ինչ որ բանից կախվածություն ունեն, բայց այս պարագայում ես կուզենամ, որ ինքնաբավ ասելով մենք այնքան ինքնապաշտպանված, այնքան անվտանգային լուրջ համակարգ ներդրած լինենք, որ սեփական ուժերով կարողանանք դիմադրել ցանկացած արտաքին մարտահրավեր։ Մեկ էլ ընդերքը մերը լինի։ Որը Աստված տվելու չի բան արը, չէ։ Հա։ Հայաստանի ղեկավարը դուք եք առաջին 3 որոշումները, որ կկայացնեիք։ Անվտանգային համակարգի վերբեռնում 1 արտաքին հարաբերություններ աշխարհակահաղական տարբեր կենտրոնների հետ վերբեռնում սոցիալական մշակութային քաղաքակրթական խնդիրների արդիականացում ու էլի վերբեռնում, որտեղ ամեն ինչը վերբեռնելու կարիք կա։ Ազգային արժեքների, ազգային դիմագծի վերականգնում առաջնահերթ, որտեղ երբ որ մենք վերադառնանք մեր արմատներին, ձեր հարցի բոլոր սպեկտրները այդտեղ արդեն բաց կլինեն։ Իրենց ինքնահոս կգնան։ Իհարկե ճիշտ կառավարման սիստեմատիկ ճիշտ կար։ Այդ բան կա, չէ, կորելացիա կա։ Այդ կորելացիան ճիշտ երբ որ դրվում է, արգասիկը տեսնելու ենք, ես ձեզ վստահեցնում եմ։ Ես տեսնում եմ հզոր Հայաստան։ Ես տեսնում եմ կայացած ինքնաբավ Հայաստան, որը որ սեփական խնդիրները ուրույն կլինի լուծել, ինքնուրույն շատ դեպքերում առավել եւս արտաքին մարտահրավերների համատեքստում եւ ընդհանրապես աշխարհին ընկալելի իր պատմությամբ, իր տեսակով, իր մշակույթով, որը որ մենք ունեցել ենք եւ ունենք եւ ճիշտ ներկայանանք աշխարհին։ Ազգային չի նշանակում, չէ՞, այդ ամենած։ Բացարձակ։ Բայց ինչի են սրանք ամեն ինչ։ Մենք այսօր հարգելի Արտակ, մեզ բախտ է վիճակվել ազգային բարից խորշում են։ Ազգայինից խորշում են, վախենում են, դե ասում է պետությունը դա հայրենիքը դա պետությունն է, մի քիչ չասեմ, որակներ չտամ էլի։ Մեզ բախտ է վիճակվել աշխարհի քաղաքական քարտեզի վրա ունենալ մեր սեփական սուվերեն ինքնիշխան տարածքը, մեր Հայաստանի Հանրապետությունը։ Աշխարհին ընկալելի որպես Արմենիա, դա ամենամեծ ձեռքբերումն է։ Շումեր ու Աքադ չկա, Ասորեստան չկա, Բաբելոն չկա, բայց Հայաստան կա։
Չկան մեր 15 նահանգները, բայց կա մի Հայաստան, որը հնարավորություն է ստեղծում այն մեծ Հայաստանը, այն որի մասին ասում են չերազեք, չբանանեք։ Իրականում երազելը վատ բան չի, բայց երազանքը պետք է վերածվի նպատակի։ Ես հիմա չեմ ուզում ինչ-որ ֆետիշացնեմ եւ ինչ-որ պաթոսային ֆոն տամել, իմ խոսքը վերաբերում է նախ այն ինչ որ մենք ունենք, պահենք, հզորացնենք, մնացածը արդեն հիմա իմ ու ձեր խոսելիքը չի։ Դա պետք է արվի շատ, չասեմ գախնի ծածուկ, բայց դրա ձև կա, դրա ժամանակը կա։ Ամենայն դեպս մեզ բախտ է վիճակվել 5000-ից ավել ազգեր գոյություն ունեն աշխարհի քարտեզի վրա։ 230-ը ունի պետություն։ Այո, եւ ավելի բացարձակ ու ավելի վեհ արժեք, քան անկախ պետություն ու պետականություն գոյություն չունի։ Սա անանց արժեք է եւ բացարձակ արժեք։ Սա պիտի մխվի բոլորի ուղեղներում։ Մերում անուկ։ Այո։ Հարգելի Դավիթ, անցանք առաջ, որ գիրքը մարդն իր կյանքում անպայման պետք է կարդա, կամ հեղինակը գուցե։ Մխիթար սպառապետ, որը խորհուրդ կտամ միանշանակ կարդալ։ Չզարմանաք, ես մի փոքր այլ կապիտան Գրանտի որդին էր։ Ինչու՞ է, ֆանտաստիկ, լավ սիրուն գործ է։ Ես իմ բան, Սասունցի Դավիթ ջան։ Ես միշտ կարելի է էնտուզիազմ բառը կիրառել, այդպես է։ Ես ծնվել մեծացել եմ լեզվաբանների, հայագետների եւ բժիշկների ընտանիքում, իմ անունը Դավիթ է, իմ եղբոր անունը Մհեր է։ Ես մոմի լույսի տակ մութ ու ցուրտ տարիներին Գյումրիի Դոմիկում քնել եմ լսելով Սասունցի Դավիթ էպոսը։ Ես գնացել եմ Արևմտյան Հայաստան, որպեսզի տեսնեմ Ագրավա քարը։ Ես գնացել եմ տեսնեմ այդ կորսված հայրենիքը ու հույս եմ փայփայում մինչև այսօր, որ դա այդ կորսված հատվածը պետք է մինիմում կորսվածը դուրս գա, որտեղ կորսված տալով Նախիջևան, Արցախ հիմա մենք այսօր տեսնում ենք սպատ, ամեն ինչի սպատն ենք տեսնում ցավոք։ Վերելք պետք է լինի։ Այդ անկումը կա։ Ես ավելի քան վստահ եմ, հարգելի Արտակ, զարթոնք է լինելու, վերածնունդ լինելու, ավելի քան վստահ եմ, չի կարող, այսպիսի կուլմինացիա չի կարող ունենալ։ Որն է երջանիկ լինելու ձեր բանաձևը։ Երջանիկ լինելու։ Այո։ Երբ ապրում ես քո երկրով, երբ գիտակցում ես քո հող ու ջրի կարևորությունը, երբ այդ ամեն ինչը որպես քո ընտանիքի հատված, ընտանիքի մաս ես նայում, քո երկիրը, քո պետությունը, քո փողոցը, քո բակը։ Օրինակ ես բախտ է վիճակվել ամեն քառակուսի սանտիմետր, նույնիսկ սանտիմետրերով ճանաչել երկիրը, հայրենագիտություն եմ ես ուսումնասիրել, լինելով նաև մանկավարժ 200-ից ավել ճանապարհորդություններ եմ հայրենագիտական կազմակերպել որպես մանկավարժ։ Ես այդտեղ եմ ճանաչել, թե այս փուչուր երկիրը, որը աշխարհում ընդ որում ասեմ որպես գուցե եւ նոր ինֆորմացիա։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամեն 5 քառակուսի կիլոմետրում մի պատմամշակութային վայր ունեցող միակ երկիրն է աշխարհում, որտեղ կա կամ ինչ որ պատմամշակութային վայր, ինչ որ հնություն, եկեղեցի, քարանձավ, հնագիտական կարևոր։ Ինքը իրականում ես ասել եմ, հիմա էլ ասեմ, Հայաստանը դա ոչ միայն թանգարան է բաց եղել, ինքը աշխարհի քաղաքակրթական կենտրոններից այն ամենակենտրոնն է, առանց ինչ որ այլևայլությունների։ Դա միայն ես չեմ ասում, դա ամբողջ դա գիտական հիմնավորված է, ոնց որ գիտական հիմնավորում է Արևմտյան Հայաստան եզրույթը կամ հայկական բարձրավանդակը, որը հիմա թուրքական ներկայիս Թուրքիայի տարածքն է։ Անատոլիայի հատված եւ ավել դեպի Կովկաս նայող։ Գիտեք, ուրիշ բան է, որ քաղաքական գիտակցությունը, ռացիոնալիզմը, ուրիշ բան է հուշում, որ դու ինչ արժե համակարգով շարժվես, ուրիշ բան է, որ քո ազգային դիմագիծը չես կորցնում այդ համատեքստում, անունը դնելով արտաքին վտանգներ, այսպես փաթեթավորելով, այ հիմա 5 պակաս պատերազմ կլինի, որ դու Մասիս Սարի անունը տաս։ Հասկանում եք, այդտենց դարձնում են ամորալ հոտ, կենտանի չէ, հոտ։ Դրա համար եմ ես ասում, այս պարագան ձեր հարցերը այնքան բազմաբովանդակ են հիմա, իհարկե լակոնիկ պետք է պատասխանեմ, բայց իր մեջ այնքան բան է պարունակում, չգիտեմ որը թողնեմ, որն ասեմ։ Երկու հարց մնաց դիմացի։ Աստծուն տեսնեիք, ինչ կասեք։ Շնորհակալ եմ, որ ունեմ նման հայրենիք, պետականությամբ պետություն, որ հայ եմ, ինձ համար դա մեծ պատիվ է հայ լինելս։
իրոք մեծ պատիվ է, որ ունեմ սեփական լեզուն, մշակույթը, գենոտիպը, ազգային դիմագիծը, ունեմ սիրուն ընտանիք, լավ ընտանիք, հայեցի ընտանիք, դաստիարակում եմ դուստրերիս, հայեցի, եւ ինչպես նախորդ հարցի ժամանակ ասեցի, ծնելու ենք հայեցի երեխաներ, իմ երեխաներն էլ իրենց երեխաներին, որոնք ապրելու են անկախ ազատ ինքնիշխան Հայաստանում։ Վերջին հարցս, ինչից եք ամենից շատ վախենում։ Սա մեր վերջին հայրենիքն է, այս տարածքը։ Ես չգիտեմ էլ ինչը պետք է կորցնենք, ես կորստից եմ վախենում, տարածքի կորստից, ինքնիշխանության կորստից, պետականության կորստից եմ վախենում, որտեղ առանց ֆետիշացնելու նկատում ենք, որ քայլ առ քայլ գնում ենք դրան։ Իսկ ձեզ համար հողը կարևոր բան է, տարածքը կարևոր բան։ Ամենակարևորը Բլուրչին դղձյան։ հա, ամեն սանտիմետրը ինձ համար հայրենիք է, ամեն մի սանտիմետրը դա պետության մաս է, անբաժանելի մասն է։ Ամեն սանտիմետրը մեր գիտագից հայի համար պետք է լինի պետության մի հատվածը։ Ի վերջո, հողը արյունով են պահում դիմացեք։ Ցավոք իհարկե որ արյունով է պահվում, որովհետև եթե արյունով ասում է պատերազմ լինելու է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը կաղում է։ Ընդհանրապես լինելով այսքան խելացի ազգ, որը որ այսքան թողու բողով անցել է, այդքան պատմությունը մեզ դա, այդ միշտ չէ ժողովուրդը ասում է դասեր չենք քաղում, նույնիսկ տեսածից դասեր չենք քաղում, չենք խրատվում, այդ պահը կա։ Մեկը լավն ենք, մեկը լավ ժողովուրդ է։ Իրականում շատ լավ ժողովուրդ են, ելի եմ ասում, վերստին եմ ասում, ես ուրախ եմ, որ հայ եմ։ Երկրորդ անգամ ծնվեի, կուզենայի հայ ծնված լինեի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքն էր։ Մեր հյուրն այսօր միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանն է։ Շնորհակալ ենք նաև ձեզ մեր հարցազրույցը դիտելու եւ բաժանորդագրվելու մեր ալիքին։